Լռությամբ նշանավորված տունը ղեկավարում էր մեկը, ով հրաժարվել էր զգալուց։ Ամեն ինչ գործում էր խիստ կանոններով, մինչ այնտեղ հայտնվեց մի ներկայություն, որը չափազանց թեթ էր այդ վայրի համար։ Սառնության մարդկայնության միջ հակադրությունը սկսում է կոտրել մի բան, որն անձեռնմխելի էր թվում։ Եվ այն, ինչ ծնվում է այնտեղ, սպառնում է ընդմիշտ փոխել երկու կյանք։ Եթե սիրում եք այսպիսի հուզիչ սիրային պատմություններ, ապա բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում գրեք, թե որտեղից եք դիտում։ Ես շատ եմ ուզում իմանալ։ Կարապետյանների առանձնատունը վեհորեն բարձրանում էր Երանի կենտրոնում, Այգեստան թաղամասում, որպես քարի ու լռության հուշարձան։ Նրա անթերի այգիները, միշտ փակ պատուհանները, սպիտակ մարմարե միջանցքները կարծես գոյություն ունեին միայն այնտեղ ապրողի դատարկությունն արձագանքելու համար։ Էդուարդ Կարապետյանը 42 տարեկանում ուներ այն ամենը, ինչ կարելի էր գնել փողով, բայց ոչինչ այն ամենից, ինչի կարիքն ուներ սիրտը։ Լինելով երկրի խոշորագույն ՏՏ-ընկերություններից մեկի սեփականատերը, նրա առօրյան շվեյցարական ժամացույցի պես բացարձակ ճշգրտությամբ էր կառուցված։ Արթնանում էր առավոտյան ժամը 5-ին, առանց շաքարի սուրճը մատուցվում էր ուղիղ 6:15, խիստ մարզում տան անձնական մարզասրահում, անվերջ ժողովներ, որոնք ձգվում էին մինչ ուշ գիշեր, վերադարձ տուն, երբ քաղաքն արդեն քնած էր երանյան գիշերվա մութ վարագույրի տակ։ Նա ապրելու այլց չգիտեր, անկեղծ ասած, չէր էլ ուզում իմանալ։ Էդուարդի համար զգացմունքներն անվերահսկելի փոփոխականներ էին մի հավասարման մեջ, որը պետք է ունենար ճշգրիտ, կանխատեսելի ապահով արդյունք։ Առանձնատան աշխատակիցները դա շատ լավ գիտեին։ Նրանք մեղմ քայլերով անցնում էին երկար միջանցքներով, խոսում էին միայն շշուկով, երբ խիստ անհրաժեշտ էր, երբեք չէին համարձակվում կասկածի տակ դնել որևէ հրաման, որքան էլ այն անհեթեթ թվար։ Տիկին Անահիտը, 60-ամյա խոհարարուհին, որն այնտեղ աշխատում էր արդեն 15 երկար տարի, այլս ուտեստները սիրով կամ հուզական նվիրումով չէր պատրաստում, այլ սառը մեխանիկական տեխնիկայով։ Վարպետ Սուրենը, կոշտացած ձեռքերով այգեպանը, որը սպիտակ վարդերին խնամում էր այնպես, կարծես դրանք իր նուրբ դուստրերն լինեին, երբեք չէր երգում չոր ճյուղեր նետելիս կամ լուսադեմին բույսերը ջրելիս։ Արթուրը, զուսպ դիտունակ վարորդը, տարիների ընթացքում սովորել էր տիրոջ տրամադրությունը կարդալ միայն նրանից, թե ինչպես է նա նստում մեքենան, ձայնի տոնից, երբ արարողակարգային բարի լույսը էր ասում, այն ծանր լռությունից, որը լցնում էր նրանց միջ եղած տարածությունը։ Իսկ տիկին Գայանեն, 45-ամյա խիստ տնտեսուհին, որը ողջ անձնակազմը ղեկավարում էր երկաթե ձեռքով, տունը վերածել էր կատարյալ յուղված մեքենայի, որտեղ ոչինչ դուրս չէր մնում բացարձակ վերահսկողությունից, որտեղ յուրաքանչյուր ուներ իր ճշգրիտ տեղը, յուրաքանչյուր մարդ՝ իր հատուկ գործառույթը։ Այնտեղ տեղ չկար անկեղծ ծիծաղի, ջերմ գրկախառնությունների կամ կյանքի մասին անկաշկանդ զրույցների համար։ Առանձնատունը գործում էր որպես կորպորատիվ գրասենյակ, սառը, արդյունավետ մարդկայնությունից լիովին զուրկ։ Բայց այդ վերահսկվող կանխատեսելի տիեզերքում ինչ-որ բան պատրաստվում էր փոխվել։ Նոյեմբերյան մի մռայլ հինգշաբթի էր, այն ծանր ու խոնավ օդով, որը նախորդում է Երանի ամառային հորդառատ անձրներին, երբ տիկին Գայանեն լարված դեմքով մտավ Էդուարդի ընդարձակ աշխատասենյակ։ Նա հազիվ բարձրացրեց հայացքը համակարգչի լուսավոր էկրանից, խորասուզված ֆինանսական հաշվետվությունների շուկայի կանխատեսումների մեջ։ Պարոն Կարապետյան, մենք պետք է անհապաղ մեկին վարձենք Արմինեին փոխարինելու համար։ Նա երեկ երեկոյան դիմում է գրել։ Ասաց, որ այլս չի կարող աշխատել այս միջավայրում, որ դա ազդում է իր հուզական առողջության վրա։ Էդուարդը նույնիսկ զարմանք կամ որե տեսանելի արձագանք ցույց չտվեց։ Դա 4-րդ աշխատակիցն էր, որն այդ տարի դիմում էր գրել, 12-րդը, վերջին 3 տարում։ Նա մկնիկի 4 շարժումով փակեց փաստաթղթերի թվային թղթապանակը, հենվեց իտալական կաշվե բազկաթոռին։ Վարձեք ում որ պետք է, Գայանե։ Պարզապես համոզվեք, որ նա առաջին օրվանից հիանալի հասկանում է տան կանոնները։ Բացարձակ լռություն, ծայրահեղ ճշտապահություն, լիակատար զսպվածություն։ Ես խառնաշփոթ չեմ ուզում, դրամա չեմ ուզում, ամենակարևորը չեմ ուզում մարդիկ փորձեն իմ տունը վերածել հասարակական վայրի։ Գայանեն գլխով արեց, բայց սրտի խորքում գիտեր, որ դա բնավ հեշտ չի լինելու։ Մարդիկ, որոնք այստեղ էին գալիս հույսերով լի, մնում էին առավելագույնը մի քանի ամիս, նախքան լիովին հանձնվելը։ Ծանր ու խեղդող մթնոլորտը, անհաղորդ ու հեռու տերը, որը մարդկային ժեստի կամ բարի խոսքի բացակայությունը վանում էին նույնիսկ շուկայի ամենափորձառու դիմացկուն մասնագետներին։ Բայց նա իր սեղանի վրա ուներ մի նոր ինքնակենսագրական, ուղարկված քաղաքի կենտրոնի զբաղվածության գործակալությունից։
Անուն ազգանունը Նարինե Մարտիրոսյան 28 տարեկան, ծնունդով Գյումրիից, վերջերս էր տեղափոխվել Երևան, կյանքում ավելի լավ հնարավորություն գտնելու նպատակով, մայրաքաղաքում ընտանիք չուներ, նախորդ աշխատանքներից անթերի երաշխավորագրեր ուներ։ Փաստաթղթին կցված լուսանկարում մի կին էր, լայն ու վարակիչ ժպիտով, կյանքով լի շագանակագույն փայլուն աչքերով, մեկի տեսքով, ով չէր վախենում դժվարություններից, ով անկեղծորեն հավատում էր մարդկանց բարությանը։ Գայանեն մի երկար պահ տատանվեց, գծելով ստորին շուրթը։ Այդ թեկնածուն հաստատ այնպիսի մարդու տպավորություն չէր թողնում, որը 2 շաբաթից ավելի կդիմանար այդ մռայլ ու ճնշող վայրում։ Բայց, քանի որ այդ պահին այլ իրատեսական տարբերակներ չկային, որոշեց մի հնարավորություն տալ, հարցազրույց նշանակեց հաջորդ երկուշաբթի օրվա համար։ Նարինեն առանձնատուն ժամանեց երկուշաբթի առոտ առավոտյան, ուղիղ ժամը 9-ին, մեջքին գունավոր ուսապարկ մի վարակիչ էներգիայով, որը կտրուկ հակադրվում էր Երկաթե դարպասների խորհրդանշական ծանրությանը։ Երբ Գայանեն բացեց ամուր փայտից գլխավոր դուռը, Նարինեն այնքան լայն ժպտաց, կարծես մտնում էր իր վաղեմի սիրելի ընկերուհու տուն։ Բարի օր։ Վայ, ինչ անհավանական վայր է։ Հրաշալի պետք է լինի աշխատել այսքան գեղեցիկ ու խնամված տանը։ Գայանեն մի քանի անգամ թարթեց աչքերը, լիովին շփոթված այդ արձագանքից։ Հրաշալի հաստատ այն բառը չէր, որ աշխատակից կօգտագործեր այդ սառը միջավայրը նկարագրելու համար։ Բայց այդ երիտասարդ աղջկա ուրախության մեջ կար մի խորը, անկեղծ ու վավերական բան, որը նրան լիովին զինաթափեց։ Նարինեն չսպասեց պաշտոնական հրավերի, բնական թեթությամբ ներս մտավ, շուրջը նայելով անկեղծ ու մանկական հետաքրքրասիրությամբ, հիանալով ներկրված բյուրեղյա հսկայական ջահերով, կրկնակի մարմարե սանդուղքներով, կրեմագույն պատերից կախված արժեքավոր դասական նկարներով։ Գայանեն, դեռ մտովի մարսելով այդ տարօրինակ ու անհամատեղելի էներգիայի ներկայությունը, նրան զգուշորեն ուղեկցեց դեպի հնաոճ կահույքով զարդարված ընդարձակ հյուրասենյակ։ Ես հստակ կբացատրեմ տան հիմնական կանոնները, ասաց Գայանեն, նստելով ուղիղ պաշտոնական կեցվածքով։ Այստեղ ամեն ինչ գործում է չափազանց յուրահատուկ կազմակերպված ձով։ Պարոն Կարապետյանը չի հանդուրժում ավելորդ աղմուկ, ոչ պաշտոնական զրույցներ կամ որևէ տեսակի անպատշաճ մտերմություն։ Դուք կզբաղվեք գլխավոր սենյակների մանրակրկիտ կարգի բերմամբ, լվացքով անհրաժեշտության դեպքում կօգնեք տիկին Անահիտին խոհանոցում։ Չպետք է ուղղակիորեն խոսեք տիրոջ հետ, եթե դա խիստ անհրաժեշտ չէ աշխատանքային որևէ հարցի համար։ Նա ամենից շատ գնահատում է բացարձակ լռությունն ու առավելագույն արդյունավետությունը։ Նարինեն ամեն ինչ լսեց անկեղծ ուշադրությամբ, բայց նրա ջերմ ժպիտը մի միլիմետր անգամ չնվազեց։ Նա հարմարավետորեն ոտքը ոտքին գցեց, լիովին հանգիստ, հետաքրքրասիրությամբ գլուխը թեքեց։ Ես հիանալի հասկացա կանոնները։ Բայց կարող եմ մի անկեղծ հարց տալ։ Ինչու այդքան լռություն։ Միգուցե նա առողջական լուրջ խնդիր ունի։ Քրոնիկ միգրեն, լսողության գերզգայունություն, չգիտեմ, մի բժշկական վիճակ, որն իսկապես այդքան ծայրահեղ խնամքի կարիք ունի։ Գայանեն բացեց բերանը, որ պատասխանի, բայց պարզապես չիմացավ ինչ ասել։ Ոչ ոք երբեք ուղղակիորեն չէր կասկածել այդքան տարիներ առաջ հաստատված կանոններին։ Դրանք պարզապես անփոփոխ, անքննելի, բացարձակ կանոններ էին։ Ոչ, հենց այդպես չէ, Նարինե։ Դա պարզապես նրա բնավորությունն է, նրա էությունը։ Նա պարզապես շատ չի սիրում մարդկային շփումներ, սոցիալականացում։ Նարինեն նուրբ ճակատը կնճռեց, կարծես դա աշխարհի ամենատարօրինակ ու անհասկանալի բանն էր։ Բայց բոլորն էլ կարիք ունեն, սիրում են ջերմ, բարի լույս, անկեղծ ժպիտ, թեթ զրույց օրվա, կյանքի մասին, այնպես չէ։ Այսինքն պետք չէ ամեն օր ուրախ խնջույք կազմակերպել, բայց մի փոքր տարրական մարդկային բարությունը դեռ ոչ ոքի չի սպանել։ Գայանեն զգաց, թե ինչպես սարսուռն անցավ իր ողնաշարով։ Այս միամիտ ու լավատես աղջիկը մեկ ամբողջական շաբաթ անգամ չէր դիմանա այս թշնամական միջավայրում։ Բայց իր ներսում մի խորը, վաղուց մոռացված ու թաղված մի մաս հուսահատորեն ուզում էր հավատալ, որ գուցե, միայն գուցե, Նարինեն կարող է մի տարբեր ու փոխակերպող բան բերել այս մեռյալ տուն։ Նա երկար հոգոց հանեց, մեկնեց աջ ձեռքը։ Պաշտոնապես բարի գալուստ թիմ, Նարինե։ Աշխատանքի անցիր վաղը առավոտյան ուղիղ ժամը 7-ին։ Նարինեն նրա ձեռքը սեղմեց անկեղծ ամրությամբ, վարակիչ խանդավառությամբ։ Շատ շնորհակալ եմ հնարավորության համար։ Վստահ եղեք, ես իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ կանեմ։ Ով գիտի, գուցե կարողանանք այս վայրը մի փոքր ավելի ուրախ ու հյուրընկալ դարձնել, հա։ Գայանեն պարզապես բացասական շարժում արեց գլխով, չկարողանալով բառերով պատասխանել։
Անկեղծ ուրախությունն ու այդ մռայլ առանձնատունը լիովին անհամատեղելի, իրար հակադիր հասկացություններ էին։ Հաջորդ օրը Նարինեն ճիշտ ժամը 7-ին տեղում էր, հագին պարզ, բաց կապույտ գոգնոց իր հետ բերելով այն նույն պայծառ էներգիան, որը կարծես բառացիորեն լուսավորում էր մութ ու սառը միջանցքները։ Տիկին Անահիտը, որը կենտրոնացած աշխատում էր ընդարձակ խոհանոցում, հոգնած հայացքը բարձրացրեց, երբ տեսավ նրան ժպտալով ներս մտնելիս։ Բարի լույս, տիկին Անահիտ։ Ինչ հրաշալի բույր է։ Ինչ եք այդքան համեղ պատրաստում։ Փորձառու խոհարարուհին, որը լիովին սովոր էր առավոտյան գերեզմանային լռությանը, քիչ մնաց ծանր փայտե գդալը գցեր կերամիկական հատակին։ Պարզապես պարոն Կարապետյանի խիստ նախաճաշն է։ Թարմ, խրթխրթան հաց, առանց շաքարի ներկրված ջեմ թունդ սուրճ, առանց որե հավելումի։ Նարինեն անկեղծ հետաքրքրասիրությամբ մոտեցավ, դիտելով կոկիկ սեղանը։ Ամեն օր ճիշտ նույն բանը։ Ամեն օր, առանց բացառության, արդեն 15 տարի։ Իսկ նա իսկապես սիրում է այս առօրյան։ Անահիտը երկար տատանվեց։ Ոչ ոք երբեք չէր հարցրել, թե արդյոք Էդուարդն իսկապես սիրում է որե բան կյանքում։ Նա պարզապես մեխանիկորեն ուտում էր շտապում իր անվերջ ժողովներին։ Նա երբեք բացահայտ չի բողոքել ոչնչից։ Նարինեն հասկացող ժպիտով մաքուր գոգնոց վերցրեց մետաղյա կախիչից։ Ուրեմն ես ձեզ մեծ հաճույքով կօգնեմ։ Ով գիտի, գուցե մի օր նրան դրականորեն զարմացնենք մի տարբեր ու յուրահատուկ բանով։ Օրինակ, տատիկիս թխած գաթան կամ տակ-տակ թարմ թխված խաչապուրի։ Գրազ կգամ, որ նա երբեք չի փորձել իմ հայրենիքի այս հրաշալի համերը։ Անահիտը կրծքի խորքում մի լիովին տարօրինակ ու մոռացված բան զգաց։ Դա հենց հույս չէր, բայց գուցե դրա նման մի բանի ամաչկոտ սկիզբը։ Մինչ նրանք միասին նախաճաշ էին պատրաստում, Նարինեն անդադար բնական զրույց էր անում, պատմելով Գյումրիի մասին աշխույժ պատմություններ, տատիկի հյուրընկալ տան ավանդական խնջույքների, Վարդանանց հրապարակում անցկացրած ծույլ կեսօրների, աղմկոտ, բայց աներակայելի ջերմ ու առատաձեռն հարանների մասին։ Անահիտը լսում էր գրեթե հուզական տրանսի մեջ, աղոտ հիշելով մի հեռավոր ժամանակ, երբ ինքն էլ էր ազատ զրուցում, անկաշկանդ ծիծաղում, պարզապես լիարժեք ապրում, նախքան այս տունը մեթոդաբար կլանեց իր ողջ մարդկային կենսունակությունը։ Էդուարդը ճիշտ ժամը 6:15 իջավ նախաճաշելու, ինչպես միշտ անում էր տարիներ շարունակ։ Նա վստահ քայլերով մտավ պաշտոնական ճաշասենյակ, ավտոմատ կերպով նստեց իր սովորական աթոռին, վերցրեց ծալված թերթը, նույնիսկ շուրջը չնայելով։ Գայանեն արագ մատուցեց սուրճը, ստվերի պես արագաշարժ ու լիովին լուռ։ Բայց Նարինեն, որն աշխուժորեն օգնում էր խոհանոցից տաք հացը բերել, ընդարձակ սենյակ մտավ լայն ու անկեղծ ժպիտով։ Բարի լույս, պարոն Կարապետյան։ Ինչ գեղեցիկ, արոտ առավոտ է, այնպես չէ։ Էդուարդը բառացիորեն սառեց տեղում։ Դանդաղ, շատ դանդաղ, նա իջեցրեց թերթը, անշարժ նայեց այդ բոլորովին անծանոթ երիտասարդ կնոջը, խորը անհավատության աճող զայրույթի խառը արտահայտությամբ։ Գայանեն տեսանելիորեն գունատվեց։ Նարինեն շարունակում էր բնական ժպտալ, առանց վախի կամ երկյուղի նվազագույն նշան ցույց տալու։ Ներեցեք, բայց դուք ո՞վ եք։ Նրա ձայնը խորն էր, չափազանց զուսպ, բայց մինույն ժամանակ վտանգավոր սառը։ Ես Նարինեն եմ։ Երեկ եմ սկսել այստեղ աշխատել։ Իսկական հաճույք է ձեզ անձամբ ճանաչելը։ Նա քաղաքավարի մեկնեց աջ ձեռքը։ Էդուարդը նայեց այդ մեկնած ձեռքին, կարծես դա բոլորովին այլմոլորակային ու անհասկանալի առարկա լիներ։ Չսեղմեց այն։ Պարզապես իր սառը հայացքը վերադարձրեց տպագիր թերթին։ Գայանե, անհապաղ բացատրեք հիմնական կանոնները նոր աշխատակցուհուն։ Գայանեն նյարդայնացած կուլ տվեց թուքը Նարինեին ամուր քաշեց թից, նրան արագ տանելով դեպի խոհանոցի հարաբերական անվտանգությունը։ Հենց որ նրանք դուրս եկան նրա տեսադաշտից, նա հուսահատ շտապողականությամբ շշնջաց. Նարինե, դու երբեք այլս չպետք է դա անես։ Պարոն Կարապետյանը չի սիրում սովորական զրույցներ, չի սիրում ավելորդ մտերմություն։ Դու պետք է պարզապես լուռ կատարես քո աշխատանքը, հեռանաս, առանց ուշադրություն գրավելու։ Նարինեն թարթեց աչքերը, անկեղծորեն շփոթված ու տարակուսած։ Բայց ես ընդամենը քաղաքավարի բարի լույսը ասացի։ Դա տարրական դաստիարակություն է, որը ես տանն եմ սովորել, Գայանե։ Նա չի կարող իսկապես ակնկալել, որ մարդիկ լինեն ծրագրավորված ռոբոտներ, առանց զգացմունքների։ Գայանեն մի քանի անգամ խորը շունչ քաշեց, հուսահատորեն փորձելով ներքին համբերություն գտնել։
Այստեղ Նարինե, ամեն ինչ բոլորովին տարբեր է ցանկացած նորմալ վայրից։ Եթե դու իսկապես ուզում ես պահպանել այս անհրաժեշտ աշխատանքը, պետք է հետես հաստատված կանոններին։ Նարինեն գլխով արեց, բայց նրա արտահայտիչ աչքերում կար մի խորը վճռական բան, որը հստակ ասում էր, որ նա մտադիր չէ կուրորեն հետել որևէ կանոնի, որը տարրական մարդկային իմաստ չունի։ Հաջորդ օրերի ընթացքում նա ջանասիրաբար կատարում էր իր աշխատանքը անկեղծ նվիրումով տեխնիկական հմտությամբ, բայց երբեք չէր դադարում ջերմորեն ողջունել Էդուարդին, երբ նրան տեսնում էր միջանցքներում, երբեք չէր դադարում անկեղծ ժպտալ մյուս աշխատակիցներին, երբեք չէր դադարում բնական թեթություն բերել այդ ծանր ու մռայլ վայր։ Եվ քիչ-քիչ, բայց հետողականորեն, ինչ-որ հիմնարար բան սկսեց աննկատ փոխվել։ Տիկին Անահիտը նորից սկսեց մեղմ երգել իր բաղադրատոմսերը պատրաստելիս։ Վարպետ Սուրենը սկսեց հին մեղեդիներ սուլել, խնամքով էտելով բուրավետ վարդերը։ Արթուրը լայն ժպտում էր, բացելով մեքենայի ծանր դուռը։ Առանձնատունը աննկատ, բայց իրական ձով, դանդաղորեն արթնանում էր խորը քնից։ Էդուարդը դա հստակ նկատում էր։ Եվ դա նրան խորապես անհանգստացնում էր այնպես, որ չէր կարողանում հասկանալ կամ վերահսկել։ Նա չէր սիրում անկանխատեսելի փոփոխություններ, չէր սիրում անվերահսկելի փոփոխականներ։ Բայց մինույն ժամանակ պարադոքսալ կերպով իր ներսում մի խորը բան, որը նա լիովին մեռած ու թաղված էր համարում վաղուց, սկսեց վտանգավոր կերպով շարժվել։ Ամեն առավոտ նա ենթագիտակցաբար սպասում էր, առանց երբեք ինքն իրեն խոստովանելու, Նարինեի ջերմ բարի լույսին։ Ամեն կեսօր նա ուշադիր լսում էր, առանց իսկապես ցանկանալու, նրա բյուրեղյա ծիծաղը, որը գալիս էր հեռավոր խոհանոցից։ Ամեն գիշեր, հոգնած տուն վերադառնալիս, աճող անհանգստությամբ զգում էր, որ բացարձակ լռությունն այլևս այնքան հանգստացնող չէ, որքան միշտ եղել էր։ Եվ դա նրան սարսափելի վախեցնում էր։ Դեկտեմբերն անսպասելիորեն եկավ, իր հետ բերելով Երանի խոնավ ու խեղդող օդը, Նարինեն խանդավառությամբ առաջարկեց ամբողջությամբ զարդարել առանձնատունը մոտեցող ամանորի Սուրբ Ծննդի համար։ Գայանեն քիչ մնաց սրտի կաթված ստանար։ Ամանորյա զարդարանք։ Նարինե, պարոն Կարապետյանը երբեք դա թույլ չի տվել 15 տարվա ընթացքում։ Նա պարզապես ընդհանրապես չի նշում տոները։ Նարինեն վճռականորեն խաչեց ձեռքերը։ Բոլորն էլ ինչ-որ կերպ նշում են ամանորը, Գայանե։ Նույնիսկ եթե դա միայն սրտի խորքում է։ Եվ ես անկեղծորեն գրազ եմ գալիս, որ նա դրա կարիքն ավելի շատ ունի, քան որևէ մեկը։ Հավանում եք այս պատմությունը։ Ասացեք ինձ ձեր կարծիքը այս պատմության մասին, թե ինչպես եք կարծում, այն կավարտվի։ Նախքան Գայանեն կկարողանար կանխել որևէ նախաձեռնություն, Նարինեն արդեն աշխուժորեն համոզում էր վարպետ Սուրենին այգուց թարմ սոճու ճյուղեր բերել, տիկին Անահիտին ավանդական կաթնահունձ փոնչիկներ պատրաստել, իսկ Արթուրին թաղամասի զարդարանքների խանութից գունավոր լույսեր բերել։ Առանձնատունը սկսեց աստիճանաբար փոխակերպվել, գրեթե կախարդանքի պես։ Բուրավետ ծաղկեպսակներ զուսպ հայտնվեցին գլխավոր դռներին, անուշաբույր մոմերը սենյակներում տարածում էին դարչինի մեխակի բույր, իսկ նախկինում լուռ միջանցքներում մեղմորեն հնչում էին ամանորյա երգեր։ Եվ Էդուարդը երկար տարիների ընթացքում առաջին անգամ մի խորը բան զգաց, որը չէր կարողանում պատշաճ կերպով անվանել։ Դա մաքուր զայրույթ չէր, ոչ էլ պարզապես անհանգստություն։ Դա ցավոտ կարոտ էր։ Անբացատրելի կարոտ մի բանի հանդեպ, որը նա նույնիսկ չգիտեր, թե կանխամտածված կորցրել է։ Դեկտեմբերյան մի առանձնապես տաք կեսօր Նարինեն մանրակրկիտ կարգի էր բերում երկրորդ հարկի հսկայական գրադարանը։ Մուգ կարմրափայտի բարձր դարակները հասնում էին մինչ զարդանախշ առաստաղը, լի հին գրքերով, որոնք կարծես երբեք մարդկային ձեռք չէր դիպել։ Նա ճարպկորեն բարձրանում ու իջնում էր փայտե սանդուղքով, մաքրելով փոշոտ կազմերը, վերադասավորելով ծանր հատորները։ Էդուարդն այդ օրը սովորականից շուտ էր տուն եկել, ինչը չափազանց հազվադեպ էր նրա խիստ առօրյայում։ Նա առանց աղմուկի մտավ գրադարան, առավոտյան մոռացված մի կարևոր փաստաթուղթ փնտրելու։ Նարինեն բարձր սանդուղքի գագաթին էր, ձեռքը մեկնել էր, վերին դարակի մի առանձնապես հեռու գրքին հասնելու համար։ Նա չտեսավ նրա լուռ մուտքը։ Այն, ինչ տեղի ունեցավ հետո, կարծես դանդաղեցված կադրում էր։ Նարինեն չափից շատ ձգվեց, լիովին կորցրեց անկայուն հավասարակշռությունը, սանդուղքը սկսեց վտանգավոր կերպով թեքվել կողքի։ Նա վախեցած ճիչ արձակեց։ Էդուարդը զուտ ավտոմատ բնազդով վազեց ամուր բռնեց նրան իր գրկում, նախքան նա կկարողանար ուժգին ընկնել փայտե հատակին։ Նրա մարմնի ծանրության հարվածը նրանց ստիպեց միասին սայթաքել։
Նրանք միահյուսված ընկան մոտակա կաշվե բազմոցի վրա, լիովին խճճված չափազանց մտերմիկ անհարմար դիրքում։ Մի քանի հավերժական վայրկյան նրանցից ոչ ոք չկարողացավ շարժվել կամ նորմալ շնչել։ Նարինեն գրեթե պառկած էր նրա լայն կրծքին, նրանց դեմքերը վտանգավոր մոտ էին, նրանք կարող էին զգալ միմյանց շնչառության ջերմությունը։ Նրա աչքերը, լայն բացված զարմանքից ու վախից, հանդիպեցին նրա աչքերին։ Եվ այնտեղ, ժամանակի մեջ սառած այդ միլիվայրկյանում, նրանց միջ մի հզոր ու անբացատրելի բան անցավ, ուժեղ էլեկտրական հոսանքի պես։ Դրանք պարզապես պատահաբար իրար դիպչող երկու մարմին չէին։ Դա շատ ավելի խորը, նախնական սարսափելի բան էր։ Էդուարդը զգաց նրա նուրբ բույրը, Նարդոսի վանիլի նուրբ խառնուրդ։ Զգաց նրա սիրտը, որն արագ բաբախում էր իր սեփական կրծքին։ Զգաց նրա մաշկի անսպասելի փափկությունը իր ամուր մատների տակ։ Եվ անհամար տարիների ընթացքում առաջին անգամ նա իսկական ցանկություն զգաց։ Մի հզոր ցանկություն, որը նրան դաժան ուժով հարվածեց, կոտրելով տասնամյակների մենության ընթացքում խնամքով կառուցված բոլոր պաշտպանական պատերը։ Նարինեն նույնպես զգաց։ Զգաց նրա տղամարդկային մարմնի ամրությունը, լարված մկանների զսպված ուժը, նրա տղամարդկային բույրը, թանկարժեք օծանելիքի մի անորոշ բանի խառնուրդ, որը զուտ նրանն էր։ Նա զգաց մի մագնիսական ու վտանգավոր ձգողություն, որը նրան լիովին շնչահեղձ արեց։ Նրանց շուրթերը մի քանի միլիմետր հեռավորության վրա էին։ Նա տեսավ նրա աչքերը, որոնք սովորաբար սառն ու հեռու էին, մթագնեցին մի ինտենսիվությամբ, որը նրան ստիպեց ներքուստ դողալ։ «Շատ եմ ցավում», թույլ շշնջաց նա, ձայնը դողդոջուն ու խռպոտ էր։ «Ես չտեսա, որ դուք ներս մտաք։ Շնորհակալ եմ, որ բռնեցիք ինձ»։ Էդուարդը պետք է անմիջապես բաց թողներ նրան։ Պետք է սառնասրտորեն վեր կենար, նկատողություն աներ նրա անզգուշության համար, արագ հեռանար սենյակից։ Բայց նրա ձեռքերը պարզապես չէին ենթարկվում ուղեղի բանական հրամաններին։ Նա շարունակում էր ամուր բռնել նրան, կարծես վախենում էր, որ նա կանհետանա, եթե բաց թողնի։ Նրա մատներն ակամայից թեթակի սեղմեցին նրա բարակ գոտկատեղը։ «Դուք կարող էիք լուրջ վնասվել», մրմնջաց նա, ձայնը խռպոտ ու տարբեր էր։ «Պետք է ավելի զգույշ լինեք այս հին սանդուղքների հետ»։ «Կլինեմ», ցածրաձայն խոստացավ նա, բայց նույնպես ոչ մի շարժում չարեց նրանից հեռանալու համար։ Նրանք այդպես մնացին մի քանի թանկարժեք վայրկյան, որոնք կարծես մի ամբողջ հավերժություն տեցին։ Մինչ որ միջանցքից լսվող աշխատակիցների ձայները նրանց դաժանորեն վերադարձրին իրականություն։ Նարինեն արագ վեր կացավ, դեմքը լիովին կարմրած անհարմարությունից։ Էդուարդը նույնպես վեր կացավ, կտրուկ ու մեխանիկական շարժումներով ուղղելով փողկապը, հուսահատորեն փորձելով վերականգնել սովորական հանգստությունը։ «Շնորհակալ եմ օգնության համար, պարոն Կարապետյան», պաշտոնական տոնով ասաց նա, բայց նրա աչքերը դեռ փայլում էին մի նոր ու վտանգավոր բանով։ «Ավելի զգույշ եղեք», չոր պատասխանեց նա, բայց նրա ձայնն աննկատ դողում էր։ Նարինեն շտապ դուրս եկավ գրադարանից, սիրտը կատաղի բաբախում էր կրծքում։ Էդուարդը մնաց կանգնած այնտեղ, լիովին մենակ, մի քանի անգամ խորը շունչ քաշելով, փորձելով հասկանալ, թե ինչ էր հենց նոր տեղի ունեցել։ Նրա ձեռքերը դեռ ծակծկում էին այնտեղ, որտեղ դիպել էին նրա տաք մաշկին։ Նրա ամբողջ մարմինը դեռ թրթռում էր այդ անսպասելի շփման ֆիզիկական հիշողությունից։ Նա դողացող ձեռքերն անցկացրեց մուգ մազերի միջով, հիասթափված ու շփոթված։ Դա չէր կարող տեղի ունենալ։ Նա թույլ չէր տա, որ անվերահսկելի զգացմունքները նորից խառնեն իր կազմակերպված կյանքը։ Նա արդեն չափազանց խորը վիրավորվել էր հեռավոր անցյալում, որպեսզի նորից ռիսկի դիմեր։ Բայց այդ գիշեր, մենակ իր հսկայական ու սառը ննջասենյակում, Էդուարդն ընդհանրապես չկարողացավ քնել։ Ամեն անգամ, երբ փակում էր հոգնած աչքերը, տեսնում էր նրա դեմքը։ Տեսնում էր այդ փայլուն շագանակագույն աչքերը։ Զգում էր նրա մարմինն իր մարմնին հպված։ Եվ անվերջ տարիների ընթացքում առաջին անգամ անկեղծորեն ցանկացավ մենակ չլինել։ Նարինեն նույնպես չքնեց։ Պառկած փոքրիկ բնակարանում, որը վարձել էր առանձնատան մոտ, նա արթուն մնաց ամբողջ գիշեր, մտովի վերապրելով այդ հանդիպման յուրաքանչյուր վայրկյանը։ Նա գիտեր, որ քայլում է չափազանց վտանգավոր տարածքով։ Գիտեր, որ Էդուարդ Կարապետյանին սիրահարվելը, հավանաբար, ամենավատ գաղափարն էր, որ կարող էր ունենալ։ Նա տերն էր, ինքը աշխատողը։ Նա հարուստ ու հզոր էր, ինքը պարզ սպասուհի։ Լիովին տարբեր աշխարհներ, որոնք չպետք է խառնվեին։
Բայց սիրտը, այդ համառ ու անտրամաբանական օրգանը, տրամաբանությունից կամ սոցիալական հիերարխիաներից չէր հասկանում։ Հաջորդ օրերին նրանց միջ լարվածությունը դարձավ շոշափելի, գրեթե տեսանելի։ Էդուարդը սկսեց անհեթեթ պատրվակներ գտնել, լինելու այնտեղ, որտեղ Նարինեն էր։ Հանկարծ նա պետք է անձամբ ստուգեր գրադարանի կարգուկանոնը։ Պետք է ստուգեր, թե արդյոք ամանորյա զարդարանքները պատշաճ են։ Պետք է հարցներ ընթրիքի ճաշացանկի մասին։ Բաներ, որոնք նա երբեք չէր արել 15 տարի այդ տանն ապրելու ընթացքում։ Աշխատակիցներն անմիջապես նկատեցին տարօրինակ փոփոխությունները, իրար միջ նշանակալից հայացքներ էին փոխանակում։ Տիկին Անահիտը, որը միշտ դիտունակ էր, մի անձրոտ առավոտ Նարինեին զգուշորեն քաշեց խոհանոցի մի անկյուն։ «Զգույշ եղիր, աղջիկս», խորհուրդ տվեց նա մայրական ու անհանգիստ ձայնով։ «Ես տեսնում եմ, թե նա ինչպես է նայում քեզ։ Եվ տեսնում եմ նա, թե դու ինչպես ես նայում նրան։ Սա կարող է շատ վատ ավարտվել»։ Նարինեն գծեց ստորին շուրթը երկմտանքի մեջ։ «Ես գիտեմ, տիկին Անահիտ։ Ես իսկապես գիտեմ, որ սա ոչ մի իմաստ չունի։ Բայց չեմ կարողանում դադարել մտածել նրա մասին։ Չեմ կարողանում դադարել զգալ սա»։ Խոհարարուհին խորը հոգոց հանեց, իր կնճռոտ ձեռքը դնելով երիտասարդ աղջկա ուսին։ «Սիրտը ժամանակ ու տեղ չի ընտրում սիրահարվելու համար, աղջիկս։ Բայց դրսի աշխարհը դաժան է սոցիալական տարբեր խավերի մեջ ծնված սիրո հանդեպ։ Մարդիկ դատում են, քննադատում, ոչնչացնում։ Դու պետք է լավ մտածես, թե արդյոք պատրաստ ես դիմակայել այս ամենին»։ «Ես չգիտեմ, թե պատրաստ եմ», անկեղծորեն խոստովանեց Նարինեն, աչքերը լցվել էին արցունքով։ «Բայց նա չգիտեմ, թե ինչպես հիմա հետ դառնալ»։ Էդուարդը նույնպես ներքին պայքարի մեջ էր։ Իր կարևոր գործնական հանդիպումների ժամանակ միտքը անընդհատ թափառում էր։ Նա բռնում էր իրեն, մտածելով նրա ժպիտի, նրա ծիծաղի, այն ձի մասին, թե ինչպես էր նա բնականորեն լուսավորում ցանկացած միջավայր։ Նրա գործընկերները նկատեցին անսովոր ցրվածությունը։ Էդուարդ Կարապետյանը, միշտ կենտրոնացած ու անողոք մարդը, փոխվել էր, դարձել ավելի մարդկային, ավելի խոցելի։ Մի գիշեր նա մինչ ուշ աշխատեց առանձնատան գրասենյակում։ Ժամը 11-ի սահմաններում միջանցքում թեթ քայլեր լսեց։ Դուրս եկավ ստուգելու, գտավ Նարինեին, որը լուռ իջնում էր աստիճաններով, հագին պարզ խալաթ։ Նա սառեց, տեսնելով նրան։ «Պարոն Կարապետյան, ներեցեք։ Ես չգիտեի, որ դուք դեռ արթուն եք։ Եկել էի խոհանոցից մի բաժակ ջուր վերցնելու»։ «Պետք չէ ներողություն խնդրել», ասաց նա, ձայնն ավելի մեղմ էր, քան սովորաբար։ «Տունը մեծ է։ Երբեմն հանդիպում ենք»։ Նրանք կանգնած էին այնտեղ, միմյանցից ֆիզիկապես մետրերով հեռու, բայց միացած գրեթե տեսանելի էլեկտրական լարվածությամբ։ Միջանցքի մեղմ լույսը հետաքրքիր ստվերներ էր ստեղծում նրանց դեմքերին։ Էդուարդն ակամայից մի քայլ առաջ արեց։ «Նարինե», սկսեց նա, հետո տատանվեց։ «Այն խոսակցությունը, որը պետք է տեղի ունենար մեր միջ»։ Նա նյարդայնացած կուլ տվեց թուքը։ «Գրադարանում տեղի ունեցածի մասին»։ «Այո։ Ես ուզում էի ասել, որ իմ կողմից անպատշաճ էր ձեզ այդքան երկար այդպես պահելը։ Դա տեղին չէր։ Բայց դուք ինձ փրկեցիք վատ ընկնելուց», ցածրաձայն առարկեց նա։ «Դա անպատշաճ չէր։ Դա բարություն էր»։ «Դա միայն բարություն չէր», դժվարությամբ խոստովանեց նա, մի քայլ անելով։ «Եվ մենք երկուսս էլ դա հիանալի գիտենք»։ Նրա սիրտը կատաղի բաբախեց։ «Ապա ինչ էր դա, պարոն Կարապետյան»։ Նա խորը շունչ քաշեց, պայքարելով տարիների հուզական պաշտպանության դեմ։ «Դա ցանկություն էր, Նարինե։ Ցանկություն, որը չպետք է գոյություն ունենար մեր միջ։ Որը չի կարող գոյություն ունենալ մեր միջ»։ «Ինչու՞ չի կարող», խիզախորեն հարցրեց նա, մի քայլ անելով դեպի նրան։ «Որովհետ ես քո տերն եմ։ Որովհետ դու իմ աշխատողն ես։ Որովհետ մեր աշխարհները լիովին տարբեր են։ Որովհետ ես արդեն վիրավորվել եմ նախկինում, երդվել եմ այլս երբեք ինձ թույլ չտալ զգալ։ Որովհետ ես վախենում եմ, Նարինե։ Ես շատ եմ վախենում»։ Նրա ձայնը թեթակի կոտրվեց վերջին նախադասության մեջ, բացահայտելով մի խոցելիություն, որը նա երբեք չէր պատկերացնում, որ գոյություն ունի։ Նարինեն զգաց, որ աչքերը լցվում են հուզված արցունքներով։ «Ես էլ եմ վախենում», անկեղծորեն խոստովանեց նա։ «Վախենում եմ, որ բավարար չեմ լինի ձեր աշխարհի համար։
Վախենում եմ, որ պարզապես ժամանակավոր զբաղմունք կլինեմ։ Վախենում եմ լիովին տրվել վերջում ոչնչանալ։ Բայց գիտեք, ինչն է ինձ ավելի շատ վախեցնում։ Չփորձելու գաղափարը։ Այս զգացմունքը մեռնել թողնելու գաղափարը, առանց նույնիսկ պարզելու, թե ինչ կարող էր լինել։ Էդուարդը փակեց աչքերը, ուժգին սեղմելով բռունցքները։ Նրա յուրաքանչյուր խոսք ուղիղ հարվածում էր այն պաշտպանական պատերին, որոնք նա այդքան երկար պահել էր։ Նա հուսահատորեն ուզում էր հավատալ, որ դա կարող է ստացվել։ Ուզում էր իրեն թույլ տալ նորից զգալ։ Բայց վախը կաթվածահար էր անում։ Ինչ ժամանակ է պետք, վերջապես ասաց նա, ձայնը լարված էր։ Ժամանակ, այս ամենը մարսելու համար։ Ժամանակ, հասկանալու համար, թե իրականում ինչ եմ ուզում։ Ես հասկանում եմ, պատասխանեց Նարինեն, փորձելով թաքցնել խորը հիասթափությունը։ Ես կսպասեմ։ Բայց չեմ կարող հավերժ սպասել։ Նա արագ անցավ նրա կողքով, շարժվելով դեպի խոհանոց։ Էդուարդը մնաց կանգնած դատարկ միջանցքում, զգալով, կարծես հենց նոր կորցրել է մի թանկ բան, որը հազիվ էր սկսել ունենալ։ Նա վերադարձավ գրասենյակ, բայց աշխատելն անհնար էր։ Նրա միտքը լիովին զբաղված էր նրանով։ Ամանորը շատ արագ մոտենում էր։ Առանձնատունն այժմ լիովին զարդարված էր, վերածված կախարդական ու հյուրընկալ վայրի։ Մի վեհաշուկ տոնածառ գերիշխում էր նախասրահում, ծածկված ոսկեգույն զարդերով փայլփլուն լույսերով։ Բուրավետ ծաղկեպսակները զարդարում էին բոլոր դռները։ Բուխարին, որը տարիներ շարունակ չէր վառվել, այժմ ամեն գիշեր ջերմորեն ճառճատում էր։ Ամանորյա համեմունքների բույրը անընդհատ լցնում էր օդը։ Տունը, որը նախկինում մեռած էր, նորից կյանքով էր շնչում։ Էդուարդը դիտում էր այս ամենը հակասական զգացմունքներով։ Նրա մի մասը, բանական վերահսկող, ատում էր այդ փոփոխությունները։ Բայց մյուս մասը, որը ցավագին արթնանում էր, սիրում էր յուրաքանչյուր մանրուք։ Սիրում էր լսել, թե ինչպես է տիկին Անահիտը խոհանոցում ամանորյա երգեր երգում։ Սիրում էր տեսնել, թե ինչպես է վարպետ Սուրենը սուլում, ուղղելով դրսի զարդարանքները։ Սիրում էր տեսնել, թե ինչպես է Արթուրն անկեղծ ժպտում։ Եվ ամենից շատ սիրում էր տեսնել, թե ինչպես է Նարինեն այդ սառը տունը վերածում իսկական օջախի։ Մի առանձնապես ցուրտ գիշեր, նոր տարվա նախօրեին, Էդուարդը որոշում կայացրեց։ Նա այլևս չէր կարող փախչել իր զգացմունքներից։ Այլևս չէր կարող ժխտել ակնհայտ ճշմարտությունը։ Նա սիրահարվում էր Նարինեին։ Եվ գուցե, միայն գուցե, նա արժանի էր երջանիկ լինելու երկրորդ հնարավորության։ Նա փնտրեց նրան ամբողջ տնով վերջապես գտավ հյուրասենյակում, ուղղելով ամանորյա զարդարանքների վերջին մանրամասները։ Նա մեջքով էր կանգնած, խնամքով մի ոսկե աստղ կախեց տոնածառից։ Նարինե, մեղմորեն կանչեց նա։ Նա զարմացած շրջվեց, աչքերը լայն բացված։ Պարոն Կարապետյան։ Նա դանդաղ մոտեցավ, սիրտը չափազանց ուժեղ բաբախում էր կրծքում։ Ես շատ մտածեցի այն մասին, ինչ դու ասացիր, որ չփորձելն ամենամեծ վախն է։ Եվ դու ճիշտ ես։ Ես տարիներ շարունակ թաքնվել եմ աշխատանքի մենության հետում։ Համոզել եմ ինքս ինձ, որ ավելի ապահով է ոչինչ չզգալ։ Բայց հետո դու հայտնվեցիր քո անհնարին ժպիտով ու վարակիչ ուրախությամբ, լիովին ոչնչացրիր իմ բոլոր պաշտպանական պատերը։ Ես դեռ վախենում եմ, Նարինե։ Բայց ավելի շատ եմ վախենում քեզ կորցնելուց, առանց նույնիսկ փորձելու։ Նրա աչքերը լցվեցին հուզված արցունքներով։ Ինչ եք ասում։ Ասում եմ, որ ուզում եմ փորձել։ Ուզում եմ պարզել, թե ինչ կարող է լինել մեր մեջ։ Հեշտ չի լինի, գիտեմ։ Մարդիկ կդատեն, կխոսեն, կքննադատեն։ Բայց եթե դու պատրաստ ես այս ամենին դիմակայել իմ կողքին, ես խոստանում եմ, որ դա արժանի կլինի։ Նարինեն չկարողացավ զսպել արցունքները, որոնք ազատ հոսում էին դեմքով։ Նա մի քայլ առաջ արեց, փակելով նրանց միջ եղած հեռավորությունը։ Ես պատրաստ եմ։ Ես պատրաստ եմ դիմակայել ամեն ինչի, եթե դա քեզ հետ է։ Էդուարդը վերջապես թույլ տվեց, որ իր զգացմունքները ղեկավարեն իր գործողությունները։ Նա նրան նրբորեն քաշեց իր գիրկը, նրան պարուրելով ամուր ու ջերմ գրկախառնությամբ։ Նարինեն գլուխը հենեց նրա կրծքին, լսելով նրա սրտի ուժեղ բաբախյունը։ Երկար ժամանակ անց առաջին անգամ երկուսն էլ իրենց լիարժեք զգացին։ Բայց ոչ ամեն ինչ էր վարդերով պատված նկարվող հորիզոնում։ Հաջորդ օրը, նոր տարվա նախօրեին, առանձնատուն անսպասելի այցելու պետք է գար։
Մի այցելու, որը խստորեն կփորձեր այդ նորածին ու փխրուն սերը։ Մի այցելու, որը ջրի երես կհաներ բոլոր այն վախերը, անվստահությունները, տարբերությունները, որոնք նրանք փորձում էին մոռանալ։ Էդուարդի անցյալը պատրաստվում էր թակել դուռը։ Եվ Նարինեն պետք է որոշեր, թե արդյոք բավականաչափ ուժեղ է դիմակայելու այն աշխարհին, որն իրենը չէր։ Առանձնատան դռան զանգը հնչեց ուղիղ կեսօրին, մի սուր ձայն, որը կտրեց այդ նոր տարվա նախօրեի առավոտվա հանգիստ լռությունը։ Արթուրը, վարորդը, բացեց գլխավոր դարպասը, մի էլեգանտ կին իջավ փայլուն ներկրված մեքենայից։ Նա հագել էր անթերի դիզայներական զգեստ, զուսպ, բայց չափազանց թանկարժեք զարդեր ուներ մի գերազանցության տեսք, որը կարծես իր էության մի մասն էր։ Նրա շիկահեր մազերը կատարյալ սանրված էին, դիմահարդարումն անթերի էր, իսկ ժպիտը վիրաբուժական ճշգրտությամբ հաշվարկված։ Լիլիթ Ավագյան։ Էդուարդի նախկին հարսնացուն, ֆինանսական շուկայի մագնատի դուստրը, այն կինը, որը 15 տարի առաջ կոտրել էր նրա սիրտը, լքելով նրան զոհասեղանի մոտ, ամուսնանալու համար ավելի հարուստ գործարարի հետ։ Նարինեն նախասրահում թարմ ծաղիկներ էր դասավորում, երբ տեսավ այդ կնոջը ներս մտնելիս, կարծես տան տերը լիներ։ Նրա ստամոքսը բնազդաբար սեղմվեց։ Այդ կնոջ կեցվածքում, այն ձում, թե ինչպես էր նա շուրջը նայում սեփականատիրական հայացքով, մի բան կար, որը նրան անմիջապես ստիպեց իրեն փոքր ու անպատշաճ զգալ։ «Բարի օր», ասաց կինը մակերեսային ժպիտով։ «Դուք, Երի, նորն եք այստեղ։ Էդուարդին տեղյակ պահեք, որ Լիլիթն է եկել»։ Նարինեն զգաց, թե ինչպես արյունը սառեց երակներում։ Լիլիթ։ Նա լսել էր այդ անունը նախկինում, շնջացել էին ավելի հին աշխատակիցները, երբ կարծում էին, թե ոչ ոք չի լսում։ Այն կինը, որը հուզականորեն ոչնչացրել էր Էդուարդին։ Պատճառը, թե ինչու նա լիովին փակվել էր աշխարհից։ Պարոն Կարապետյանը գրասենյակում է, քաղաքավարի պատասխանեց Նարինեն, բայց ձայնը լարված դուրս եկավ։ Ես կտեղեկացնեմ նրան ձեր այցի մասին։ Պետք չէ սիրելիս, ակնհայտ արամարանքով ասաց Լիլիթը։ Ես ճանապարհը հիանալի գիտեմ։ Եվ առանց թույլտվություն սպասելու, նա վստահ քայլերով բարձրացավ աստիճաններով, նրա բարձրակրունկները արձագանքում էին մարմարի վրա։ Նարինեն մնաց կանգնած, զգալով խանդի, անվստահության վախի թունավոր խառնուրդ։ Այդ կինը ներկայացնում էր այն ամենը, ինչ Նարինեն չէր։ Հարստություն, նրբագեղություն, Էդուարդի աշխարհին պատկանելություն։ Ինչպես կարող էր նա մրցել դրա հետ։ Էդուարդը պայմանագրեր էր վերանայում, երբ լսեց, թե ինչպես գրասենյակի դուռն առանց զգուշացման բացվեց։ Նա հայացքը բարձրացրեց լիովին սառեց, տեսնելով Լիլիթին կանգնած այնտեղ, ժպտալով, կարծես վերջին 15 տարիները տեղի չէին ունեցել։ Լիլիթ, ասաց նա, ձայնը չեզոք, բայց լարված։ Ինչ ես անում այստեղ։ Դե ինչու ես այդքան սառը, Էդուարդ, մեղմորեն ասաց նա, ներս մտնելով իր հետից փակելով դուռը։ Ամանոր է։ Ներման հաշտության ժամանակ, այնպես չէ։ Մտածեցի, մի այցելություն կատարեմ հին ընկերոջս։ Մենք ընկերներ չենք, չոր պատասխանեց նա, փակելով նոութբուքը։ Դու դա շատ հստակ ցույց տվեցիր 15 տարի առաջ, երբ ինձ լքեցիր զոհասեղանի մոտ Դավիթի հետ ամուսնանալու համար։ Լիլիթը արամարական ժեստ արեց իր կատարյալ մատնահարդարված ձեռքով։ Դա սարսափելի սխալ էր, որը ես գործեցի հիմար փառասիրությունից ընտանեկան ճնշումից դրդված։ Դավիթի հետ ամուսնությունն ավարտվեց 3 տարի առաջ։ Այդ ժամանակվանից ես շատ եմ մտածել իմ կատարած ընտրությունների մասին։ Եվ հասկացա, որ միակ տղամարդը, ում ես իսկապես սիրել եմ, դու ես եղել, Էդուարդ։ Էդուարդը դառը առանց հումորի ծիծաղ արձակեց։ Դու չգիտես, թե ինչ է սերը, Լիլիթ։ Դու գիտես, թե ինչ է հարմարավետությունը, կարգավիճակը, իշխանությունը։ Եվ ես բացարձակապես ոչ մի հետաքրքրություն չունեմ անցյալը վերակենդանացնելու։ Նա մոտեցավ նրա կողքին, ձեռքը դնելով նրա ուսին մտերմիկ հարազատությամբ։ Մենք նույն աշխարհից ենք, Էդուարդ։ Հասկանում ենք խաղի կանոնները։ Մենք կարող էինք միասին կայսրություն կառուցել։ Մտածիր հնարավորությունների, ընկերությունների միաձուլումների, սոցիալական կապերի մասին։ Մենք կլինեինք Երանի ամենահզոր զույգը։ Էդուարդը կտրուկ հեռացրեց նրա ձեռքը։ Ես հետաքրքրված չեմ իշխանությամբ կամ դատարկ հարաբերությունների վրա կառուցված կայսրություններով։ Հիմա, եթե թույլ տաս, ես աշխատանք ունեմ անելու։ Լիլիթը կկոցեց աչքերը, հասկանալով, որ Էդուարդի մեջ ինչ-որ բան հիմնովին փոխվել է։ Նա տարբեր էր, ավելի քիչ սառը, ավելի մարդկային։
Եվ դա նրան վտանգավոր կերպով հետաքրքրեց։ Մեկը կա, այնպես չէ, հարցրեց նա սուր խորաթափանցությամբ։ Դու ինչ-որ մեկի հետ ես։ Դա քո գործը չէ, սառնորեն պատասխանեց նա։ Օ, Էդուարդ, ցածրաձայն ծիծաղեց նա։ Անկեղծորեն հույս ունեմ, որ դա այն չէ, ինչի մասին ես մտածում եմ։ Այն գեղեցիկ սպասուհին, որն ինձ ներքում դիմավորեց։ Դա բացարձակ սոցիալական սկանդալ կլիներ։ Դու գիտես, թե ինչպես են գործում այն շրջանակները, որոնց մենք պատկանում ենք։ Նրանք երբեք չեն ընդունի քո կողքին այդպիսի մեկին։ Նրա խոսքերը հարվածեցին հենց այնտեղ, որտեղ նա նպատակադրել էր։ Էդուարդը զգաց, թե ինչպես զայրույթը եռաց իր ներսում, բայց նա սարսափելի կասկածի մի փայլատակում։ Լիլիթը պարզապես բարձրաձայնում էր իր սեփական գաղտնի վախերը։ Նրանց աշխարհն իսկապես դաժան ու մեկուսացնող էր։ Նարինեին սոցիալապես կոչնչացնեին։ Իսկ նա ուժ ուներ նրան դրանից պաշտպանելու։ Դուրս արի իմ տնից, Լիլիթ, ասաց նա վտանգավոր ցածր ձայնով։ Հիմա։ Նա ժպտաց, իմանալով, որ կասկածի սերմը ցանել է։ Ես դուրս կգամ։ Բայց մտածիր այն մասին, ինչ ես ասացի, Էդուարդ։ Մտածիր քո ընտրությունների հետանքների մասին։ Շնորհավոր Ամանոր։ Լիլիթը դուրս եկավ գրասենյակից նույն հաշվարկված էլեգանտությամբ, որով մտել էր։ Աստիճաններով իջնելիս նա հանդիպեց Նարինեին, որը դեռ կանգնած էր նախասրահում, ակնհայտորեն փորձելով չերալ, թե սպասում է։ Լիլիթը կանգնեց նրա կողքին, նրան գնահատելով քննադատական ու սառը աչքերով։ Դու քաղցր ու միամիտ աղջկա տպավորություն ես թողնում, ասաց նա կեղծ բարությամբ։ Այդ պատճառով ես քեզ անվճար խորհուրդ կտամ մեկից, ով Էդուարդին շատ ավելի երկար է ճանաչում։ Նա կարող է հիմա տարված լինել մի նոր ու տարբեր բանով, բայց ի վերջո նա միշտ վերադառնում է այնտեղ, ուր պատկանում է։ Իր աշխարհ։ Եվ այդ աշխարհում, սիրելիս, քեզ նմանների համար տեղ չկա։ Մտածիր դրա մասին, նախքան չափից շատ վիրավորվելը։ Նարինեն զգաց, թե ինչպես խոսքերը կտրեցին սուր դանակների պես, բայց գլուխը արժանապատվորեն բարձր պահեց։ Շնորհակալ եմ անհանգստության համար, բայց ես կարող եմ ինքս ինձ խնամել։ Լիլիթը մեղմ ծիծաղեց, մի ձայն առանց ուրախության։ Կտեսնենք։ Շնորհավոր Ամանոր, սիրելիս։ Եվ դուրս եկավ, թողնելով Նարինեին թեթակի դողալիս, նրա բոլոր անվստահությունները ցավագին թրթռում էին մակերեսին։ Տիկին Անահիտն արագ հայտնվեց խոհանոցից, ականատես լինելով տեսարանի մի մասին։ Ականջ մի դիր այդ թունավոր օձին, աղջիկս, ասաց նա վճռականորեն, գրկելով Նարինեին։ Նա պարզապես ուզում է ոչնչացնել Էդուարդի երջանկության ցանկացած հնարավորություն, որովհետև իր սեփական կյանքը դատարկ է։ Բայց ինչ, եթե նա ճիշտ է, տիկին Անահիտ, շնջաց Նարինեն, արցունքները վերջապես դուրս պրծան։ Ինչ, եթե ես իսկապես չեմ պատկանում այս աշխարհին։ Ինչ, եթե ես պարզապես ժամանակավոր փուլ եմ նրա համար։ Մի ֆանտազիա, որը կավարտվի, երբ իրականությունը հարվածի։ Դու դա կիմանաս միայն, եթե անկեղծ խոսես նրա հետ, իմաստնորեն խորհուրդ տվեց խոհարարուհին։ Թույլ մի տուր, որ այդ կինը ոչնչացնի մի լավ բան, նախքան այն իսկապես կսկսվի։ Բայց խոսակցությունն այդ պահին տեղի չունեցավ։ Էդուարդը փակվեց գրասենյակում օրվա մնացած մասը, պայքարելով իր սեփական ներքին դերի դեմ։ Լիլիթի խոսքերն անողոքաբար արձագանքում էին նրա մտքում։ Նա իսկապես կարող էր Նարինեին ենթարկել բարձր հասարակության դաժան դատաստանին։ Նա իրավունք ուներ նրան պոկել իր պարզ, բայց ազնիվ աշխարհից, նետելու կեղծիքի արտաքին տեսքի տիեզերք։ Իսկ եթե նա վիրավորվեր այդ ընթացքում։ Իսկ եթե նա չկարողանար պաշտպանել նրան։ Երեկոյան Էդուարդը կազմակերպել էր պաշտոնական ամանորյա ընթրիք մի քանի կարևոր գործընկերների նրանց կանանց հետ, մի բան, որ նա անում էր ամեն տարի ավելի շատ սոցիալական պարտավորությունից, քան սեփական կամքով։ Բայց այս տարի տարբեր պետք է լիներ։ Նա ուզում էր, որ Նարինեն այնտեղ լիներ, ոչ թե որպես աշխատակից, այլ որպես իր ուղեկից։ Ուզում էր նրան ներկայացնել իր աշխարհին, բոլորին հասկացնել, որ նա կարող է իր համար։ Բայց Լիլիթի այցից հետո նա սարսափելի տատանվում էր։ Նարինեն ընթրիքի մասին իմացավ Գայանեից։ Սկզբում նա ոգորվեց, մտածելով, որ գուցե Էդուարդը նրան պաշտոնապես կհրավիրի։ Բայց հրավերն այդպես էլ չեկավ։ Փոխարենը, Գայանեն նրան հանձնարարեց օգնել մատուցել հյուրերին ընթրիքի ընթացքում։ Հիասթափությունը ստամոքսին հարվածի պես էր։ Ուրեմն սա էր։ Նա դեռ պարզապես աշխատակից էր։
իրականում ոչինչ չէր փոխվել։ Ընթրիքը սկսվեց ուղիղ ժամը 8-ին։ Ճաշասենյակն անթերի դասավորված էր ներկրված սպիտակեղենի սփռոցներով, նուրբ ճենապակյա սպասքով, չափազանց թանկարժեք բյուրեղյա բաժակներով մշակված ծաղկային կոմպոզիցիաներով։ Հյուրերը ժամանեցին իրենց շքեղ մեքենաներով, կանայք հագել էին դիզայներական զգեստներ, շլացուցիչ զարդեր, տղամարդիկ՝ պատվերով կարված կոստյումներ։ Նարինեն օգնում էր տիկին Անահիտին Գայանեին մատուցել, զուսպ շարժվելով գործարարության, միջազգային ճանապարհորդությունների, բացառիկ ակումբների, սոցիալական միջոցառումների մասին աշխույժ զրույցների մեջ, որոնց նա երբեք մաս չէր կազմի։ Էդուարդը նրան տեսնում էր աչքի պոչով, իրեն խորապես երկփեղկված զգալով։ Նա գեղեցիկ էր նույնիսկ պարզ համազգեստով, շարժվում էր բնական շնորհով։ Բայց նա այնքան օտար էր թվում այդ միջավայրում, այնքան տարբեր այդ արհեստականորեն կատարյալ սոցիալապես վարժեցված կանանցից։ Կանանցից մեկը, Քրիստինե Պողոսյանը, նկատեց, թե ինչպես է Էդուարդը նայում Նարինեին։ Էդուարդ սիրելիս, քո նոր աշխատակցուհին հմայիչ է, մեկնաբանեց նա մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Այնքան երիտասարդ ու գեղեցիկ։ Դու պետք է զգույշ լինես, որ թյուրիմացությունների տեղիք չտաս։ Մեկնաբանությունը լի էր չարամիտ ակնարկով։ Մյուս հյուրերը զուսպ ծիծաղեցին։ Էդուարդը զգաց, թե ինչպես զայրույթը այրեց իր ներսում, բայց հրապարակավ չպաշտպանեց Նարինեին, ինչպես պետք է աներ։ Եվ Նարինեն, որը սեղանի մյուս կողմում գինի էր մատուցում, հիանալի լսեց։ Լսեց նա հետագա շշուկները, քողարկված մեկնաբանությունները։ Սպասուհիների մասին, որոնք փորձում են կյանքում առաջ գնալ, գայթակղելով հարուստ տերերին։ Յուրաքանչյուր խոսք դանակի հարված էր։ Երբ ընթրիքը վերջապես ավարտվեց, հյուրերը հեռացան, Նարինեն արագ բարձրացավ իր փոքրիկ սենյակը աշխատակիցների հարկում։ Նա այլևս չէր կարողանում զսպել արցունքները։ Լուր լաց էր լինում, գրկելով բարձը, իրեն նվաստացած ու հիմար զգալով։ Ինչպիսի։ Միամիտ էր եղել, կարծելով, թե դա կարող է ստացվել։ Էդուարդը պատկանում էր այդ հարստության ու արտաքին տեսքի աշխարհին։ Եվ նա երբեք չէր պատկանի։ Էդուարդը նրան փնտրեց ավելի ուշ, մեղմորեն թակելով նրա սենյակի դուռը։ Նարինեն բացեց, աչքերը կարմրած լաց լինելուց։ Նարինե, ես պետք է խոսեմ քեզ հետ։ Խոսելու ոչինչ չկա, ասաց նա, ձայնը դողդոջուն, բայց հաստատուն։ Ես այս գիշեր հիանալի հասկացա ուղերձը։ Դուք ինձ չհրավիրեցիք ընթրիքի որպես ձեր ուղեկից։ Թողեցիք, որ ես մատուցեմ, մինչ այդ մարդիկ ծիծաղում էին դաժան մեկնաբանություններ անում իմ մասին։ Եթե դուք իրական զգացմունք ունենայիք, կպաշտպանեիք ինձ։ Կներառեիք ինձ։ Բայց դուք ոչինչ չարեցիք։ Նարինե, դա բարդ է, սկսեց նա, բայց խոսքերը թույլ հնչեցին նույնիսկ իր համար։ Ոչ, Էդուարդ։ Դա բարդ չէ։ Իրականում պարզ է։ Դուք ամաչում եք ինձնից։ Վախենում եք, թե ինչ կմտածեն մյուսները։ Եվ ես հասկանում եմ, գիտեք։ Ես իսկապես հասկանում եմ։ Մենք լիովին տարբեր աշխարհներից ենք։ Բայց ես չեմ կարող այսպես ապրել։ Չեմ կարող լինել ձեր կեղտոտ գաղտնիքը, մի բան, որը դուք թաքցնում եք ձեր կյանքի կարևոր մարդկանցից։ Այդպես չէ, առարկեց նա, բայց առանց համոզմունքի։ Ապա ինչպես է, մարտահրավեր նետեց նա, աչքերը փայլում էին արցունքներից ու վճռականությունից։ Դուք պատրաստ եք ինձ պաշտոնապես ներկայացնել որպես ձեր կյանքում կարևոր մարդ։ Պատրաստ եք դիմակայել դատաստաններին, քննադատություններին, անբարյացակամ հայացքներին։ Որովհետև եթե ոչ, ավելի լավ է սա հիմա ավարտենք, նախքան ես ավելի շատ կվիրավորվեմ։ Էդուարդը լռեց, ներքուստ պայքարելով։ Նա ուզում էր ասել այո, ուզում էր խոստանալ, որ նրա համար կդիմակայեր ամբողջ աշխարհին։ Բայց վախը նրան կատվածահար էր անում։ Ձախողվելու, նրան չկարողանալու պաշտպանելու, նրան այդ դաժան աշխարհի կողմից ոչնչացված տեսնելու վախը։ Ինձ մտածելու ժամանակ է պետք, վերջապես ասաց նա։ Նարինեն զգաց, թե ինչպես սիրտը միլիոնավոր կտորների բաժանվեց։ Ապա կարծում եմ, մենք մեր պատասխանն ունենք, շշնջաց նա։ Բարի գիշեր, պարոն Կարապետյան։ Եվ մեղմորեն փակեց դուռը, նրան թողնելով դրսում։ Էդուարդը մնաց կանգնած այնտեղ, զգալով, որ հենց նոր իր կյանքի ամենամեծ սխալն է գործել։ Բայց հպարտությունն ու վախը նրան խանգարեցին նորից թակել դուռը, ներողություն խնդրել։ Հաջորդ օրերին Նարինեն մեխանիկորեն աշխատում էր, առանց ժպտալու, առանց զրուցելու։ Փայլը լիովին մարել էր նրա աչքերում։
Տիկին Անահիտը փորձում էր մխիթարել նրան, բայց խոսքերը դատարկ էին հնչում։ Առանձնատունը նորից դարձավ սառը լուր, կարծես ամբողջ ամանորյա ջերմությունը դուրս էր քաշվել։ Զարդարանքները դեռ այնտեղ էին, բայց կարծես ծաղրում էին իրավիճակը, հիշեցնելով ոչնչացված հույսերի մասին։ Էդուարդը մոլուցքով խորասուզվեց աշխատանքի մեջ, հուսահատորեն փորձելով չմտածել նրա մասին։ Բայց դա անհնար էր։ Նա ամենուր էր։ Նարդոսի բույրի մեջ, որը դեռ ներծծված էր օդում։ Զարդարանքների մեջ, որոնք նա այդքան սիրով կախել էր։ Ծիծաղի մեջ, որը նա այլս չէր լսում։ Տան մեջ, որը նորից դարձել էր սառը բանտ, հյուրընկալ օջախի փոխարեն։ Արթուրը, որը ամեն ինչ դիտում էր կյանքի շատ բան տեսած մարդու իմաստուն աչքերով, վերջապես առերեսվեց Էդուարդի հետ մի առավոտ, երբ նրան տանում էր հերթական ժողովին։ Ամբողջ հարգանքով, պարոն, դուք սարսափելի սխալ եք գործում։ Էդուարդը զարմացած նայեց նրան։ Արթուրը երբեք չէր արտահայտվում իր անձնական կյանքի մասին։ Ներեցեք, սառնորեն ասաց նա։ Այդ աղջիկը կյանք բերեց այս տուն։ Ուրախություն բերեց։ Եվ ամենակարևորը, նա ձեզ էլ վերադարձրեց կյանք։ Ես 15 տարի այստեղ եմ աշխատել, երբեք չեմ տեսել, որ դուք իսկապես ժպտաք, մինչ նա հայտնվեց։ Իսկ հիմա դուք թույլ կտաք, որ նա գնա վախի, հպարտության կամ չգիտեմ ինչի պատճառով։ Էդուարդը խորը շունչ քաշեց, զայրացած, բայց նա հուզված վարորդի խիզախությունից։ Դուք չեք հասկանում իրավիճակը, Արթուր։ Հասկանում եմ, պարոն։ Հասկանում եմ, որ դուք վախենում եք երջանիկ լինելուց։ Վախենում եք, որ եթե ձեզ թույլ տաք նորից սիրել, կարող եք վիրավորվել, ինչպես անցյալում։ Բայց գիտեք, ինչն է ավելի վատ, քան վիրավորվելը։ Ամբողջ կյանքն ապրելն է, առանց երբեք փորձելու։ Մենակ մեռնելն է, շրջապատված փողով, բայց առանց որևէ մեկի, ով իսկապես հոգ է տանում։ Խոսքերը Էդուարդին հարվածեցին դիպուկ հարվածների պես։ Արթուրը ճիշտ էր։ Նա թաքնվում էր վախի հետում, օգտագործելով սոցիալական տարբերությունները որպես պատրվակ, իր սիրտը նորից ռիսկի չենթարկելու համար։ Ապա ինչ անեմ, հարցրեց Էդուարդը, ձայնը թեթակի կոտրվելով։ Դուք պայքարեք նրա համար, պարզ ասաց Արթուրը։ Պայքարեք այնպես, կարծես ձեր կյանքը դրանից է կախված։ Որովհետև, պարոն, գուցե իսկապես կախված է։ Այդ գիշեր Էդուարդը իր վերջնական որոշումը կայացրեց։ Նա չէր կորցնի Նարինեին առանց պայքարի։ Թույլ չէր տա, որ վախը նորից հաղթի։ Բայց երբ գնաց նրան փնտրելու, պարզեց, որ նա տանը չէ։ Գայանեն տխուր արտահայտությամբ նրան մի նամակ տվեց։ Դողացող ձեռքերով Էդուարդը բացեց կարդաց նրա նուրբ ձեռագրով գրված խոսքերը։ Նարինեն աշխատանքից ազատման դիմում էր գրել։ Ասում էր, որ այլս չի կարող մնալ, որ պետք է շարունակի իր կյանքը հեռու այնտեղից, նախքան անդառնալիորեն ավելի շատ կվիրավորվի։ Շնորհակալություն էր հայտնում հնարավորության համար, բայց վերջնականապես հրաժեշտ էր տալիս։ Էդուարդը զգաց, թե ինչպես աշխարհը փլվեց իր շուրջը։ Նա հեռացել էր։ Եվ նա կորցրել էր միակ բանը, որն իսկապես կարևոր էր։ Էդուարդը ջմրթեց նամակը դողացող մատների մեջ, զգալով, թե ինչպես ինչ-որ բան վերջնականապես կոտրվեց իր կրծքում։ Նա գնացել է։ Նարինեն իսկապես գնացել է։ Եվ մեղքն ամբողջությամբ իրենն էր։ Նա նայեց զարդարված առանձնատանը, յուրաքանչյուր ամանորյա զարդարանք այժմ նրա ցավոտ հիշողությունն էր։ Տոնածառը, որը նա այդքան խանդավառությամբ էր ընտրել։ Ծաղկեպսակները, որոնք նա կախել էր, ամանորյա երգեր երգելով։ Անուշաբույր մոմերը, որոնք նա տարածել էր տանը։ Այնտեղ ամեն ինչ գոռում էր նրա անունը, Էդուարդը վերջապես հասկացավ, թե ինչ է կորցրել։ Որտեղ է նա, շտապ հարցրեց նա Գայանեին։ Վերադարձել է Գյումրի, պարոն։ Այսօր կեսօրին ավտոբուսով է գնացել։ Ասաց, որ ամանորը կանցկացնի ընտանիքի հետ կփորձի այնտեղ նորից սկսել։ Էդուարդը վազեց գրասենյակ, վերցրեց հեռախոսը, հավաքեց այն համարը, որը նշված էր նրա աշխատանքային թղթում։ Մի քանի անգամ զանգեց, մինչ միացավ ձայնային փոստը։ Նա նորից փորձեց, նորից։ Ոչինչ։ Նարինեն ակնհայտորեն չէր ուզում խոսել նրա հետ։ Եվ նա չէր կարող մեղադրել նրան։ Պարոն Կարապետյան, տիկին Անահիտը հայտնվեց գրասենյակի դռան մոտ, աչքերը փայլում էին վճռականությունից։ Եթե դուք իսկապես սիրում եք այդ աղջկան, պետք է գնաք նրա հետից։ Հիմա։ Ոչ թե վաղը, ոչ թե
Ամանորից հետո։ Հիմա։ Նա ճիշտ է, համաձայնեց վարպետ Սուրենը, հայտնվելով խոհարարուհու կողքին։ Նարինեն լույս բերեց այս տուն։ Մեզ բոլորիս համար։ Եվ հատկապես ձեզ համար։ Թույլ մի տվեք, որ հպարտությունը ոչնչացնի դա։ Էդուարդը նայեց աշխատակիցներին, որոնք սովորաբար պարզապես լուրջ ստվերներ էին իր կյանքում։ Բայց հիմա նա նրանց իսկապես տեսնում էր։ Իրական մարդիկ, իրական զգացմունքներով, որոնք անկեղծորեն հոգ էին տանում։ Նարինեն էր դա արել։ Նա այդ սառը տունը վերածել էր մարդկայնությամբ լի օջախի։ Դուք ճիշտ եք, ասաց նա, վերցնելով մեքենայի բանալիները։ Ես կգնամ նրան բերելու։ Նույնիսկ եթե նա ինձ դուրս հանի, նույնիսկ եթե արդեն շատ ուշ է, ես պետք է փորձեմ։ Պետք է նրան ասեմ այն, ինչ պետք է ասեի հենց սկզբից։ Էդուարդը երանի անձրոտ գիշերվա միջով մեքենան վարեց դեպի ավտոկայան։ Սիրտը անկանոն բաբախում էր, ձեռքերը քրտնել էին ղեկին։ Նա ժամը 10-ին հասավ ավտոկայան, վազեց դեպի տեղեկատու կրպակը։ Պետք է իմանամ, արդյոք Նարինե Մարտիրոսյան անունով ուղորը նստել է այսօր կեսօրին մեկնած Գյումրիի ավտոբուսը։ Աշխատակցուհին ստուգեց համակարգը։ Այո, պարոն։ Նա նստել է ժամը 3-ի ավտոբուսը։ Պետք է Գյումրի հասնի կեսգիշերի սահմաններում։ Էդուարդը նայեց չվացուցակին։ 20 րոպեից մի ավտոբուս էր մեկնում։ Առանց տատանվելու, նա տոմս գնեց։ Զանգեց Արթուրին, խնդրեց, որ մեքենան վերցնի ավտոկայանից։ Հետո նստեց ավտոբուսը, մի բան, որ չէր արել երիտասարդությունից ի վեր։ Մյուս ուղորները հետաքրքրությամբ նայում էին այդ լավ հագնված, թանկարժեք կոստյումով տղամարդուն, որը նստել էր միջքաղաքային ավտոբուսի մաշված նստարաններին։ Բայց Էդուարդին այդ ամենը չէր հետաքրքրում։ Նա միայն Նարինեի մասին էր մտածում։ 6 ժամ տող ճանապարհորդությունը հավերժություն թվաց։ Էդուարդն արթուն մնաց ամբողջ գիշեր, մտովի փորձելով, թե ինչ պետք է ասի։ Ինչպես կարող էր համոզել նրան, որ փոխվել է, որ պատրաստ է դիմակայել ամեն ինչի նրա համար, որ նրանց սերն արժե ցանկացած զոհողության։ Նա Գյումրի հասավ Սուրբ Ծննդյան առավոտյան ժամը 4-ին։ Քաղաքը հանգիստ էր, փողոցները զարդարված էին մեղմ ամանորյա լույսերով։ Էդուարդը տաքսի վերցրեց, տվեց այն հասցեն, որը նշված էր Նարինեի անձնական գործում։ Վարորդը նրան տարավ մի պարզ, բայց հյուրընկալ թաղամաս, համեստ տներով, նեղ փողոցներով։ Ոչ մի նմանություն Երանի այգեստանին։ Բայց այստեղ մի ջերմ, մի անկեղծ բան կար։ Տաքսին կանգնեց բաց կապույտ ներկված փոքրիկ տան դիմաց։ Էդուարդը վճարեց, իջավ, սիրտը կոկորդում։ Սկսում էր լուսանալ, երկինքը ներկված էր վարդագույնով, նարնջագույնով։ Նա խորը շունչ քաշեց, թակեց դուռը։ Մի քանի րոպե տեց, մինչ ինչ-որ մեկը պատասխանեց։ Մոտ 50 տարեկան մի կին, որի դեմքը հիշեցնում էր Նարինեին, բացեց դուռը քննադատախ արտահայտությամբ, որն արագ վերածվեց շփոթության, տեսնելով այդ անծանոթ լավ հագնված տղամարդուն։ Կարո՞ղ եմ օգնել, զգուշորեն հարցրեց նա։ Դուք Նարինե Մարտիրոսյանի մայրն եք։ Այո։ Ինչո՞վ։ Իմ աղջկա հետ ինչ-որ բան է պատահել։ Ոչ, շտապեց ասել Էդուարդը։ Ներեցեք, որ այսքան վաղ եմ գալիս։ Իմ անունը Էդուարդ Կարապետյան է։ Ես Երանից եմ եկել։ Ինձ շատ է պետք խոսել Նարինեի հետ։ Նարինեի մայրը նրան ուսումնասիրեց թափանցող աչքերով, հետո նրա արտահայտությունը դարձավ ավելի սառը։ Դուք նրա տերն եք։ Այն մարդը, որը նրան ստիպել է լաց լինել։ Էդուարդը զգաց մեղադրանքը դանակի պես կրծքում։ Այո, տիկին։ Եվ ես եկել եմ ներողություն խնդրելու։ Եկել եմ նրան ասելու, որ իմ կյանքի ամենամեծ սխալն եմ գործել։ Եկել եմ նրա համար պայքարելու, եթե նա ինձ այդ հնարավորությունը տա։ Մայրը մի երկար պահ լուռ մնաց, գնահատելով նրան։ Վերջապես հոգոց հանեց։ Նա բակում է։ Ամբողջ գիշեր չի կարողացել քնել։ Ներս եկեք։ Էդուարդը մտավ պարզ, բայց մարդկային ջերմությամբ լի տուն։ Ընտանեկան լուսանկարները ծածկում էին պատերը, ամանորյա զարդարանքները ձեռագործ էին, խոհանոցից ուտելիքի հրաշալի բույր էր գալիս։ Ամեն ինչ այնքան տարբեր էր Երանի սառը առանձնատնից։ Մայրը նրան ուղեկցեց դեպի հետի դուռը։ Զգույշ եղեք նրա հետ։ Նրա սիրտը շատ մեծ է, բայց նա շատ փխրուն։ Էդուարդը գլխով արեց, դուրս եկավ փոքրիկ բակ։
Նարինեն նստած էր հին ճոճանակի վրա, որը կախված էր թթենուց։ Նա հագել էր պարզ զգեստ բոբիկեր։ Աչքերն ուռած էին լաց լինելուց։ Երբ տեսավ Էդուարդին, նա լիովին սառեց։ «Ինչ ես անում այստեղ», հարցրեց նա, ձայնը խռպոտ էր։ «Եկել եմ քեզ տանելու», պարզ ասաց նա, դանդաղ մոտենալով։ «Եկել եմ ասելու, որ ես հիմար էի։ Եկել եմ ասելու, որ ես այո, վախենում եմ, բայց ավելի շատ եմ վախենում առանց քեզ ապրելուց։ Էդուարդ, կանգ առ։ Մի արա դա։ Մի ասա գեղեցիկ խոսքեր, որոնք չես կարող կատարել։ Բայց ես կարող եմ կատարել, Նարինե։ Ես ուզում եմ կատարել»։ Նա ծնկի իջավ նրա դիմաց, վերցնելով նրա ձեռքերն իր ձեռքերի մեջ։ «Երբ դու մտար իմ կյանք, ամեն ինչ փոխվեց։ Դու լույս բերեցիր մի տուն, որը տարիներ շարունակ մեռած էր։ Բերեցիր ուրախություն, ծիծաղ, մարդկայնություն։ Դու ինձ հիշեցրիր, թե ինչ է նշանակում իսկապես ապրել։ Եվ ես այնքան վախեցա դրանից, որ փորձեցի քեզ հեռացնել»։ «Ինչու վախեցար», հարցրեց նա, արցունքներն ազատ հոսում էին։ «Որովհետև 15 տարի առաջ ես սիրեցի մեկին, ով ինձ ոչնչացրեց։ Լիլիթն ինձ լքեց զոհասեղանի մոտ, ես երդվեցի այլս երբեք ինձ թույլ չտալ զգալ։ Ես իմ շուրջը այնքան բարձր պատեր կառուցեցի, որ կարծում էի, թե ոչինչ չի կարող դրանք քանդել։ Բայց հետո դու հայտնվեցիր քո անհնարին ժպիտով քանդեցիր ամեն ինչ։ Եվ երբ նա վերադարձավ, երբ այդ մարդիկ դաժան մեկնաբանություններ արեցին, իմ բոլոր վախերը վերադարձան։ Քեզ չկարողանալու պաշտպանելու վախը։ Քեզ դաժան աշխարհին ենթարկելու վախը։ Քեզ կորցնելու վախը»։ Նարինեն հեկեկաց, սեղմելով նրա ձեռքերը։ «Բայց դու ինձ մինույն է կորցրիր, Էդուարդ։ Կորցրիր, երբ չպաշտպանեցիր ինձ։ Երբ իմ կողքին չկանգնեցիր, երբ ես ամենաշատն էի դրա կարիքն ունեցել։ Ես գիտեմ, ատում եմ ինձ դրա համար։ Բայց ես հիմա այստեղ եմ, ծնկի իջած քո դիմաց, աղաչում եմ երկրորդ հնարավորություն։ Մի հնարավորություն, ճիշտ վարվելու։ Մի հնարավորություն, քեզ սիրելու այնպես, ինչպես դու արժանի ես սիրվելու։ Առանց ամոթի, առանց թաքցնելու, առանց վախի։ Ես ուզում եմ, որ ամբողջ աշխարհն իմանա, որ դու այն կինն ես, ում ես սիրում եմ։ Դու ինձ սիրում ես, շշնջաց նա, հազիվ հավատալով։ Ես սիրում եմ քեզ, Նարինե Մարտիրոսյան։ Սիրում եմ այնպես, ինչպես երբեք չեմ կարծել, թե հնարավոր է։ Այնքան եմ սիրում, որ կեսգիշերին ավտոբուս նստեցի, մի բան, որ 20 տարի չէի արել, միայն քեզ գտնելու համար։ Այնքան եմ սիրում, որ պատրաստ եմ դիմակայել ցանկացած դատաստանի, ցանկացած քննադատության, ցանկացած խոչընդոտի։ Որովհետև առանց քեզ կյանքն ապրելու արժանի չէ։ Նարինեն այժմ հորդառատ լաց էր լինում, տարիների անվստահություններն ու վախերը հալվում էին այդ խոսքերի ծանրության տակ։ Իսկ մեր աշխարհների միջ եղած տարբերությունները։ Իսկ մարդիկ, որոնք կդատեն։ Իսկ բոլոր խնդիրները, որոնք կգան։ Միասին կդիմակայենք, հանդիսավոր խոստացավ նա։ Ես չեմ ասում, որ հեշտ կլինի։ Մարդիկ կխոսեն, կդատեն, կփորձեն մեզ բաժանել։ Բայց եթե դու իմ կողքին լինես, ես կարող եմ դիմակայել ամեն ինչի։ Որովհետև դու ինձ ստիպում ես ցանկանալ ավելի լավ մարդ լինել։ Դու ինձ ստիպում ես ցանկանալ իսկապես ապրել։ Նարինեն նրա ձեռքերը քաշեց դեպի իր դեմքը, համբուրելով նրա մատները։ Ես էլ եմ քեզ սիրում, Էդուարդ։ Փորձում էի չսիրել, փորձում էի պաշտպանել իմ սիրտը, բայց անհնար էր։ Դու մտար իմ կյանք, փոխեցիր ամեն ինչ։ Էդուարդը նրան ճոճանակից քաշեց իր գիրկը, ամուր սեղմելով կրծքին։ Նրանք այդպես գրկախառնված մնացին երկար րոպեներ, զգալով, թե ինչպես են սրտերը բաբախում համաչափ։ Արը լիովին ծագեց, բակը լուսավորելով ոսկեգույն լույսով։ Սուրբ ծնունդ էր։ Նոր սկիզբ էր։ Վերադարձիր ինձ հետ, ցածրաձայն խնդրեց նա։ Վերադարձիր, եք միասին նոր բան կառուցենք։ Ես չեմ ուզում, որ դու իմ աշխատողը լինես։ Ուզում եմ, որ լինես իմ ուղեկիցը, իմ հավասարը, իմ գործընկերը ամեն ինչում։ Նարինեն նայեց նրա աչքերի մեջ, այնտեղ տեսնելով խորը անկեղծություն։ Բայց ես չեմ փոխի, թե ով եմ ես, Էդուարդ։ Ես չեմ վերածվի այդ կեղծ ու մակերեսային հասարակության կանանցից մեկի։ Ես պարզ եմ, ես ուղիղ եմ, ես ինքս եմ։ Եվ հենց դա է, որ ես սիրում եմ քո մեջ, ժպտաց նա, օրերի ընթացքում առաջին անկեղծ ժպիտը։ Ես չեմ ուզում, որ դու որևէ բան փոխես։
Ես քեզ ուզում եմ հենց այսպիսին։ Ուրեմն այո, ասաց նա, նույնպես ժպտալով։ Ես կվերադառնամ քեզ հետ։ Ես կպայքարեմ այս սիրո համար քո կողքին։ Նրանք համբուրվեցին այնտեղ, Գյումրիի պարզ բակում, մինչ Սուրբ Ծննդյան օրը բացվում էր։ Դա խոստումներով, հույսով, իսկական սիրով լի համբույր էր, որը հաղթեց բոլոր վախերին։ Նարինեի մայրը դիտում էր պատուհանից, ուրախության արցունքներն աչքերին։ Նա կարող էր տեսնել, որ այդ տղամարդն իսկապես սիրում է իր դստերը։ Տեսնում էր այն ձում, թե ինչպես է նա նրան պահում, ինչպես է նայում նրան, ինչպես է ժպտում։ Եվ գիտեր, որ Նարինեն երջանիկ կլինի։ Էդուարդն ու Նարինեն հաջորդ օրը վերադարձան Երան։ Երբ հասան առանձնատուն, նրանց դիմավորեցին աշխատակիցների տոնախմբությամբ։ Տիկին Անահիտը հատուկ խնջույք էր պատրաստել։ Վարպետ Սուրենը այգին զարդարել էր լրացուցիչ լույսերով։ Արթուրը լայն ժպիտ ուներ դեմքին։ Գայանեն, որը սովորաբար այդքան խիստ էր, անկեղծ ջերմությամբ գրկեց Նարինեին։ Բոլորը ուրախ էին զույգի համար։ Բայց իսկական փորձությունը եկավ մի քանի օր անց, երբ Էդուարդը կազմակերպեց ամանորյա ընթրիք հրավիրեց իր բոլոր սոցիալական գործարար շփումներին։ Այս անգամ Նարինեն նրա կողքին էր, ոչ թե որպես աշխատակից, այլ որպես նրա պաշտոնական ուղեկից։ Նա հագել էր պարզ, բայց էլեգանտ զգեստ, որը գնել էր իր սեփական խնայողություններով, մերժելով կրեդիտ քարտը, որը Էդուարդը փորձել էր տալ։ Երբ հյուրերը սկսեցին ժամանել, հետաքրքրասեր դատող հայացքներն անմիջապես նկատելի էին։ Քրիստինե Պողոսյանը, նույն կինը, որը նախկինում չարամիտ մեկնաբանություններ էր արել, մոտեցավ կեղծ ժպիտով։ Էդուարդ սիրելիս, չգիտեի, որ խնջույքին ոչ ավանդական ուղեկիցներ ես բերում։ Նախքան Էդուարդը կկարողանար պատասխանել, Նարինեն առաջ անցավ քաղաքավարի, բայց հաստատուն ժպիտով։ Իրականում, ես նրա ընկերուհին եմ։ Նարինե Մարտիրոսյան, շատ հաճելի է։ Եվ մեկնեց ձեռքը։ Քրիստինեն կարճ սեղմեց այն, ակնհայտորեն շփոթված։ Էդուարդը ձեռքը դրեց Նարինեի գոտկատեղին, նրան մոտ քաշելով։ Նարինեն պարզապես իմ ընկերուհին չէ, ասաց նա բավականաչափ բարձր, որ շրջապատի բոլորը լսեն։ Նա այն կինն է, ում ես սիրում եմ։ Այն կինը, որը կյանք վերադարձրեց իմ տուն, իմ սիրտ։ Եվ ցանկացած մարդ, ով դրա հետ խնդիր ունի, կարող է հիմա հեռանալ։ Մի քանի վայրկյան ծանր լռություն տիրեց։ Հետո զարմանալիորեն Էդուարդի ամենահին գործընկերներից մեկը, Ռուբեն Անդրեասյանը, սկսեց ծափահարել։ Վաղուց ժամանակն էր, որ դու իսկական մեկին գտնեիր, Էդուարդ։ Շատ հաճելի է, Նարինե։ Ես Ռուբենն եմ։ Եվ այսպես, քիչ-քիչ, լարվածությունը ցրվեց։ Ոչ բոլորը հեշտությամբ ընդունեցին։ Որոշ հյուրեր անհեթեթ պատրվակներով շուտ հեռացան։ Բայց մյուսները մնացին, զրուցելով Նարինեի հետ, բացահայտեցին մի խելացի, զվարճալի անկեղծ կնոջ։ Մեկին, ով շատ ավելի հետաքրքիր էր, քան այն արհեստականորեն կատարյալ կանայք, որոնց նրանք սովոր էին։ Լիլիթը նույնպես հրավիրված էր, ավելի շատ սոցիալական պարտավորությունից, քան ցանկությունից։ Նա ուշ եկավ, դեմքը սառեց, տեսնելով Նարինեին Էդուարդի կողքին, ակնհայտորեն այլս ոչ թե աշխատակից, այլ նրա սրտի տիրուհի։ Նա փորձեց մոտենալ, բայց Էդուարդը նրան քաղաքավարի, բայց վճռականորեն կանգնեցրեց։ Լիլիթ, շնորհակալ եմ, որ եկար։ Հույս ունեմ, այս տարի կգտնես քո սեփական երջանկությունը։ Բայց իմ երջանկությունը հենց այստեղ է, իմ կողքին։ Լիլիթը նայեց Նարինեին նախանձի դժկամ հարգանքի խառնուրդով։ Այդ պարզ աղջիկը հասել էր մի բանի, որին ինքը, իր ողջ փողով ու կապերով, երբեք չէր հասել։ Էդուարդ Կարապետյանի իսկական սիրուն։ Նա լուռ գլխով արեց հեռացավ, այս անգամ ընդմիշտ։ Կեսգիշերին, երբ Երանի երկնքում պայթեցին հրավառությունները, Էդուարդն ու Նարինեն առանձնատան պատշգամբում էին, գրկախառնված։ Աշխատակիցները նույնպես այնտեղ էին, բոլորը միասին տոնում էին, այլս ոչ թե որպես տերեր ու ծառաներ, այլ որպես անսպասելի ընտանիք։ Շնորհավոր նոր տարի, շշնջաց Էդուարդը, համբուրելով նրա ճակատը։ Շնորհավոր նոր տարի, պատասխանեց նա, պայծառ ժպտալով։ Շնորհակալ եմ, որ պայքարեցիր մեզ համար։ Շնորհակալ եմ, որ ինձ սովորեցրիր նորից ապրել։ Հաջորդ ամիսներին Նարինեն լիովին փոխեց առանձնատունը։ Նա այլս աշխատակից չէր, բայց Էդուարդը պնդեց, որ նա օգտագործի իր ստեղծագործական ունակությունները տունը վերանորոգելու համար։ Սառը գույները տեղի տվեցին տաք երանգներին։ Դատարկ սենյակները լցվեցին բույսերով, գրքերով, երաժշտությամբ։
Տունը վերջապես օջախի տեսք ուներ։ Նարինեն նա սկսեց սովորել։ Էդուարդը նրան խրախուսեց ընդունվել ինտերիերի դիզայնի ֆակուլտետ, մի բան, որ նա միշտ ուզել էր, բայց երբեք հնարավորություն չէր ունեցել։ Նա համաձայնեց, բայց պնդեց, որ կեսը վճարի իր խնայած գումարով։ Հպարտությունն ու անկախությունը նրա այն մասերն էին, որոնք նա չէր փոխի։ Աշխատակիցները նույնպես ծաղկեցին։ Տիկին Անահիտը նորից սկսեց սիրով պատրաստել, փորձարկելով նոր բաղադրատոմսեր։ Վարպետ Սուրենը ստեղծեց գույներով լի գեղեցիկ այգի։ Արթուրը սուլում էր մեքենա վարելիս։ Գայանեն թուլացրեց տան խիստ կանոնները։ Բոլորն ավելի երջանիկ էին։ Էդուարդը նույնպես փոխվեց։ Սկսեց ավելի շուտ դուրս գալ աշխատանքից Նարինեի հետ ընթրելու համար։ Սովորեց ծիծաղել, հանգստանալ, վայելել կյանքը։ Նրա գործընկերները նկատեցին, որ նա ավելի ստեղծագործ, ավելի մարդկային էր դարձել իր գործնական որոշումներում։ Ֆինանսական հաջողությունը շարունակվեց, բայց այժմ այն իրական իմաստ ուներ։ Իհարկե, ոչ ամեն ինչ էր կատարյալ։ Եղան վեճեր, թյուրիմացություններ, դժվար պահեր։ Էդուարդի ընտանիքը, հատկապես նրա պահպանողական մայրը, երկար ժամանակ չէր ընդունում Նարինեին։ Որոշ հին ընկերներ հեռացան։ Սոցիալական սյունակներում չարամիտ մեկնաբանություններ եղան։ Բայց Էդուարդն ու Նարինեն ամեն ինչին միասին դիմակայեցին, նրանց սերը ամրապնդվում էր յուրաքանչյուր հաղթահարված մարտահրավերով։ Այդ առաջին ամանորից 1 տարի անց, դեկտեմբերյան մի գիշեր, երբ առանձնատունը նորից տոնական զարդարված էր, Էդուարդը ծնկի իջավ Նարինեի առաջ, հենց այն տեղում, որտեղ նա ընկել էր սանդուղքից, նրանք առաջին անգամ դիպել էին իրար։ Նա գրպանից հանեց թավշյա տուփ։ Նարինե Մարտիրոսյան, դու փոխեցիր իմ կյանքն այնպես, ինչպես ես երբեք չէի պատկերացնում։ Դու ինձ սովորեցրիր սիրել, ծիծաղել, ապրել։ Դու ինձ ցույց տվեցիր, որ իսկական երջանկությունը ոչ մի կապ չունի փողի կամ կարգավիճակի հետ, այլ կապված է կողքիդ ունենալու հետ մեկին, ով քեզ համար յուրահատուկ է։ Կամուսնանաս ինձ հետ, ինձ կդարձնես աշխարհի ամենաերջանիկ մարդը։ Նարինեն, ուրախության արցունքներն աչքերին, նրան վեր քաշեց գրքոտ համբուրեց։ Այո։ 1000 անգամ այո։ Աշխատակիցները, որոնք թաքնված դիտում էին, պայթեցին ծափահարություններով, ուրախության ճիչերով։ Տիկին Անահիտը լաց էր լինում հուզմունքից։ Վարպետ Սուրենը լայն ժպտում էր։ Արթուրը գրկել էր Գայանեին։ Բոլորը տոնում էին այն սերը, որը փոխել էր ոչ միայն երկու կյանք, այլ բոլոր նրանց, ովքեր ականատես էին եղել։ Հարսանիքը տեղի ունեցավ հաջորդ գարնանը, մի արարողությամբ, որը միախառնեց երկու աշխարհները։ Նարինեի պարզ ջերմ ընտանիքը խառնվեց Երանի գործարարների բարձրաշխարհիկ տիկնանց հետ։ Սկզբում անհարմարություն կար, բայց տոնակատարության անկեղծ ուրախությունը կոտրեց պատնեշները։ Տիկին Անահիտն ու Նարինեի մայրը միասին էին պատրաստում, համատեղելով Գյումրվա բաղադրատոմսերը նրբաճաշակ ուտեստների հետ։ Առանձնատան աշխատակիցները հատուկ հյուրեր էին, ոչ թե ծառայողներ։ Դա սոցիալական դասերը գերազանցող սիրո տոն էր։ Եվ այսպես, առանձնատունը, որը նախկինում լռության մենության հուշարձան էր, վերածվեց կյանքով, ծիծաղով, սիրով լի օջախի։ Էդուարդը սովորեց, որ իսկական հաջողությունը փողով չի չափվում, այլ սիրելիի հետ կիսված պահերով։ Նարինեն սովորեց, որ պատկանելը չի նշանակում փոխել, թե ով ես դու, այլ գտնել մեկին, ով քեզ ընդունում է հենց այդպիսին։ Եվ միասին նրանք ապացուցեցին, որ երբ երկու խիզախ սրտեր ընտրում են սերը վախից վեր, նույնիսկ անհնարինը դառնում է իրականություն։ Տարիներ անց, երբ նրանք ունեցան երեխաներ, որոնք վազվզում էին նախկինում լուռ միջանցքներով, երբ տունը լցվեց մանկական ձայներով անընդհատ ծիծաղով, Էդուարդը հաճախ կանգ էր առնում, շնորհակալություն հայտնելու այն կախարդական ամանորին, որը փոխեց ամեն ինչ։ Այն ամանորին, երբ մի ուրախ երիտասարդ կին մտավ իր կյանք, նրան սովորեցրեց, որ իսկական սերն արժե ցանկացած ռիսկի, ցանկացած զոհողության, ցանկացած պայքարի։ Եվ ամեն անգամ, երբ նայում էր Նարինեին, դեռ տեսնում էր նույն լույսը, որը նրան հմայել էր առաջին իսկ օրվանից։ Այն լույսը, որը նրա խավարը վերածեց հույսի, նրա մենությունը, ընկերակցության, նրա տունը, օջախի։ Եվ նա բացարձակ վստահությամբ գիտեր, որ ճիշտ ընտրություն է կատարել, պայքարելով այդ սիրո համար։ Որովհետև որոշ սերեր այնքան յուրահատուկ են, այնքան փոխակերպող, որ արժեն բոլոր այն մարտերին, որոնք մենք պետք է մղենք, դրանք պահպանելու համար։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Էդուարդի Նարինեի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։
Եթե դուք հուզվեցիք սիրո հաղթահարման փոխակերպման այս ճանապարհորդությունից, թողեք ձեր հավանումը այս տեսանյութին, բաժանորդագրվեք ալիքին, բաց չթողնելու ոչ մի պատմություն, մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Նարինեի խիզախությո՞ւնը։ Էդուարդի փոխակերպումը։ Իսկական սիրո ուժը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի հուզիչ ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը ճշմարիտ կողմը, որոնք ցույց են տալիս, որ սերը կարող է հաղթել ցանկացած խոչընդոտի, երբ այն իրական է անկեղծ։ Անհամբեր սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կհուզի ձեր հոգին։